մենք փաստորեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վրա այլ պետությունների ազդեցության մասին եւ ըստ էության դուք շատ կարեւոր դիտարկում արեցիք, որ դա այսպես թուրք-ադրբեջանական նարատիվների շրջանակներում է եւ միգուցե նաեւ այն հանգամանքը, որ առաջիկայում խոսում են նոր սահմանադրության մասին, որը ըստ էության ադրբեջանական նարատիվի արդյունք է, խոսում է այս ազդեցության մասին, բայց իշխանությունները փորձում են ներկայացնել, որ Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ են իրականացնում ոչ այնքան Ադրբեջանը եւ ոչ այնքան Թուրքիան, որքան Ռուսաստանը եւ երևի թե ֆիքսած կլինեք, որ նույնիսկ ազգային ժողովի անդոնից բարբերաբար խոսում են այսպես իրենց կողմից ձևակերպումով ռուսահպատակ, չգիտեմ, այսպիսի ձևակերպումներ են տալիս եւ այլն։ Դրան զուգահեռ տեղի ունենում այլ process, երբ Եվրոպական միությունը ուրեմն տրամադրում է ֆինանսական միջոցներ առաջիկայում Հայաստանի Հանրապետության ընտրությունների ժամանակ կանխելու հնարավոր հիբրիդային հարձակումները եւ այլն։ Հիմա ինչ է սա, ուղիղ ազդեցություն, թե հակառակը ազդեցությունները չեզոքացնելու համար ուղղված ֆինանսական միջոցներ։ Ես փորձեմ երկու հետաքրքիր շերտով ներկայացնել այդ ամբողջը։ Նախ եկեք ընդհանուր պայմանավորվենք, որ որևէ գնահատական, որ ընդհանրապես հակաիշխանական կամ ոչ իշխանական ճամբարում գտնվող դաշտը հնչեցնում է, ամենևին էլ չի նշանակում, որ մենք ատելություն ենք հրահրում այս կամ այն պետության նկատմամբ, ինչը բնականաբար իշխանության լարածթակարդն է, որի մեջ փորձում է գցել ընդդիմությանը։ Երբ մենք խոսում ենք ռուսական, ամերիկյան, եվրոպական կամ X պետության տվյալ ժամանակահատվածում Հայաստանի շահերից չբխող քաղաքականության մասին, չի նշանակում, որ մենք ճշտամական վերաբերմունք ունենք այդ պետությունների նկատմամբ, պարզապես որպես սուվերեն պետության իրավունք ունեցող, ձայն ունեցող միջազգային հանրությունում, մենք մեր ձայնը պիտի բարձրացնենք այդ քաղաքականության վերաբերյալ, որը հակասում է մեր պետական ազգային երակապետական կամ կենսական շահերին, որոնք ձևակերպված չեն որպես այդպիսին մեր իշխանության կողմից։ Տեսեք, Եվրոպան այսօր խոր ճգնաժամի մեջ է։ Եվրոպան այդ ճգնաժամի մեջ ամենայն դեպս փորձագիտական եւ վերլուծական անցած մի քանի տարվա ընթացքում ես անդադահազանգում եմ այդ մասին, որ Եվրոպական միություն որպես այդպիսի, որպես քաղաքական երբեմնի դերակատար, ինքը վերանալու է աշխարհի քաղաքական քարտեզից որոշումների, վալիդ որոշումների ընդունման տեսանկյունից։ Տեսնում ենք Գերմանիայում, Ֆրանսիայում ինչ գործընթացներ են տեղ ունենում տնտեսական փլուզում, երբեմնի այդ մոգական, կախարդական պատկերացումները Եվրոպայի մասին եւ այլն եւ այլն։ Ինչ խնդիր ունի արևմուտքը եւ ընդ որում եթե մի ժամանակ կարելի էր խոսել հավաքական արևմուտքի մասին, այսօր պետք է շատ հստակ տարբերակել այդ ամբողջը, որովհետեւ Միացյալ Նահանգների հանրապետական վարչակազմի աշխարհաքաղաքական մոտեցումները մեր տարածաշրջանի նկատմամբ էականորեն տարբերվում են անգլոսաքսոնականից, բրիտանականից, որը ավելի շատ համընկնում է թուրքական մոտեցումների հետ։ Երբ ասում են թուրքական, անգլոսաքսոնական ընդգծված հակառուսաստանյան են։ Իսկ այն ինչտեղ ունեցավ Ալյասկայում բնականաբար աշխարհի նոր Յալթայի ճարտարապետությամբ ակնհայտորեն պարզ էր, որ այս ամբողջին պետք է քավության նոխազ, դա Եվրամիությունն էր։ Եվրամիությունը որպես քաղաքական միավոր։ Ինչ անում Եվրամիությունը նմանատիպ ֆինանսական հոսքեր բերելով այս տարածաշրջան, փորձում է ռուս-ամերիկյան կոնսենսուսի մեջ ճաքեր առաջացնել, ճեղքեր առաջացնել եւ այդ ճեղքերից մեկը հենց հարավկովկասյան տարածաշրջանն է, ճակատն է։ Եվրոպան ի վերջո որտեղ կարող է ազդեցություն ունենալ ոչ Կրեմլի վրա, ոչ Սպիտակ տան վրա, որոշումների ընդունման այդ կենտրոնների վրա ինքը ազդեցություն չի կարող ունենալ։ Եվրոպան այժմ փորձում է պրոքսի դերակատարներ գտնել տարբեր տարածաշրջաններում։ Հարավային Կովկասում այդ պրոքսի դերակատարը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որը կարող է այդ ճակը խորացնել, ընդգծելով հակառուսաստանյան այսպես այդ դիրքորոշումները։ Ես ընդհանրապես հեռու եմ մտքից, որ պետք է իշխանության ջրաղացին ջուր լցնել եւ իրենց նարատիվները կրկնել, որքան ուզում են թող ազգային ժողովում ելույթ ունենան, ասեմ, որ այսպես է դուք ինքներդ շատ լավ ականատես եք այդ ամեն ինչին,
Սա պարզ է, որ քարոզչական փաթեթավորմամբ հստակ ընդգծված, թե նալին խփելու, թե մեխին խփելու այդ քաղաքականությունն է, որը ավելի է թույլատնում Հայաստան պետության դիրքերը առհասարակ։ Գուցե ինչ-որ ներքին, այսպես կոչված լեգիտիմության առումով ինքը կարողանա Հայաստանում քվեն ունենալ նախընտրական շրջանում, բայց պետության վարկի տեսանկյունից ամբողջ աշխարհում սա մինուս է, որը բերում է, որովհետև դու դառնում ես մարգինալ, դու դառնում ես անկանխատեսելի եւ ոչ հուսալի գործընկեր, որը հնարավոր պոտենցիալ դաշնակցի նկատմամբ։ Այսինքն դու Ռուսաստանում այս տարածաշրջանում պատմաքաղաքական կշիռ եւ ազդեցություն ունեցող գլխավոր պետության, դեռ չեմ խոսում միջուկային տերության եւ այլն մասին կամ աշխարհի անվտանգությունն վիճարկող պետության, դու լարում ես հարաբերությունները Իրանի հետ, այսինքն ուղղահայաց դիվանագիտական վեկտորի հնարավոր փոփոխությունը ամբողջությամբ չեզոքացնում ես, փոխարենը գնում ես հորիզոնական ապաշրջափակման վերաբերյալ ինչ որ ենթադրյալ, օկտավետ կամ շահավետ գործարքների, որտեղ քո գլխավոր խնդրի, քո գլխավոր հարցի անվտանգության վերաբերյալ որևէ ռեալ երաշխիք չունես, որևէ ռեալ երաշխավորում չունես։ Եվրամիությունը այս ճգնաժամը, որ դեռ նոր է սկսվել, մենք սրա ձայնը Եվրոպայում հետո ենք լսելու, ուկրաինական գաղթականներ, փախստականներ մերձավոր արևելքից տարբեր կամ ընդհանրապես միգրացիոն քաղաքականության գլխիվայր փոփոխվել Եվրոպայում, գումարած այդ ամբողջին տնտեսական խոր ճգնաժամ, գումարած Եվրոպայի միջազգային հեղինակության անկում, այս բոլորի հետևանքները մենք հետո ենք զգալու, այնպես չէ, որ մարդիկ ասում են Եվրոպա ասելով, այսպիսի արտահայտություն կա, չէ, հալվա ասելով բերանը չի քաղցրանում, Եվրոպան ինքը շատ լուրջ խնդիրների մեջ է եւ ինքը փորձելու է այս պայմանությամբ նախ ուկրաինական բեռից ձերբազատվել, որովհետեւ Ռուսաստանը Միացյալ Նահանգները որոշեցին, որ այդ պատասխանատվությունը պիտի ինքնին հենց Եվրոպայի վրա եւ իրենք պատասխանատու չեն այդ պետության հարստությունը ամբողջությամբ վերցնելուց հետո հիմա ինչ է մնում, պիտի գան ասեն, որ Հայաստան դու պայքարի Ռուսաստանի դեմ։ Այստեղ է ծուղակը։ Ոչ թե որ հիբրիդային պատերազմը մղում Ռուսաստանը, մենք Ռուսաստանի աջենդայում առհասարակ կարծում եմ առաջի տասնյակում էլ չկանք։ Եվ ընդհանրապես որևէ պետության գերտերության մասին է խոսքը, շատ բարձ պատճառով, որտեղ պատերազմում պարտություն ես կրել, ազգային ինքնասիրությունը չես կարողացել վերականգնել կամ չես ցանկացել վերականգնել, դու աշխարհի որևէ խաղակարգով չես կարողանում ներկայանալ, որ քեզ հետ խոսի, ինչի շուրջ պիտի խոսի։ Օրինակ Եվրոպան Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ ինչի շուրջ պիտի խոսի։ Արցախներ դասավորեցին, հանձնեցին, ամբողջությամբ սյուն փաթեթավորմամբ։ Հայաստանի ինքնիշխանության շուրջ լուրջ սակարկություններ են գնում։ Խոսքը Սյունիքին է վերաբերվում կամ միջանցքում, ինչ որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք։ Դա կտաս, ինքը կկարողանա քեզ որպես պլատֆորմ օգտագործել հակառուսաստանյան եւ հակաիրանյան հնարավոր քաղաքականության համատեքստում։ Իրանը այդ հարաբերությունները վատացրել ես, Իրանում երկու իշխանություն կա բնականաբար, կրոնականը հստակ կոնսերվատիվ մոտեցումներով ընդգծում է Trippidian լինելու իր քաղաքականությունը, քաղաքական իշխանությունը նախագահ Փեզեշկյանի գլխավորությամբ փորձում է այդ ամբողջը դիտարկել, որ եթե դուք Իրանի նկատմամբ սանկցիաները կվերացնեք, մենք այսպես լռելիային կհամաձայնենք այդ։ Այսինքն դու այդտեղ հստակ դիրքորոշում էլ չունես որևէ պետությունից, մեկ օր այսպես, մեկ օր այդպես ես ասում, եւ դրա համար հայտնվել ենք օդից կախված մի վիճակում, Եվրոպան էլ ասում է, ձեզ ինչ է անհրաժեշտ, փող, կտանք այդ փողը, շարունակեք հակառուսաստանյան դիրքորոշումը որդեգրել։ Ամբողջ խաղը կարծում եմ հենց այս տրամաբանության շուրջ է հյուսվել եւ կմախքը առանցքը Հայաստանը հերթական պլատֆորմ դարձնելը հակառուսաստանյան եւ հակաիրանական գործողությունների համար։